Հունիսի 6-ին ժամը 11-ին ազգային ժողովի գլխավոր մուտքի առջև տեղի կունենա բողոքի ակցիա ընդդեմ Ռուսաստանի Դաշնային խորհրդի նախագահ Մատվիենկոյի Հայաստան կատարած այցի։ Հայաստան չպետք է այցելեն նրանք, ովքեր դավաճանել են մեր անվտանգությանը, սատարել մեր պարտությանը եւ շարունակ փնտրում են մեր պետականության չեղարկումը։ Միացիր բողոքի ակցիային հանուն ազգային արժանապատվության։ Ձերք բերեք իտալական նրբագեղ ու բարձրակարգ սալիկների նշված տեսականին, վճարելով բացառիկ 4400 դրամ 1 քառակուսի մետրի համար։ Ողջույն հարգարժան տիկնոյք եւ պարոնայք, առաջին լրատվականի եթերում Մեհրաբյան օնլայնն է, ես Ռուբեն Մեհրաբյանն եմ։ Հայաստանը Եվրոպայից նոր ազդակներ է ստանում այն իրադարձությունների ֆոնին, որոնք դարձել են միջազգային հարաբերությունների ներկայիս օրակարգի ամենակարևոր հարցերը, դա ռուս-ուկրաինական բանակցություններն են, որոնք տեսնում ենք որևէ արդյունք չեն տալիս բացի հումանիտար հարցերի լուծումից, Իրան-ամերիկյան բանակցություններն են, որոնք կարծեք թե այդ եկել են մի խոչընդոտի են հանդիպել, որից հետո պարզ չէ թե ուր կգնա խոսքը հենց Իրանի կողմից ուրանի հարստացման ընդհանրապես այդ տեխնոլոգիայի լինել չլինելու հարց է դրվում ամերիկացիների կողմից, ինչը կատեգորիկ մերժվում է Իրանի կողմից, եւ ահա այս ֆոնին մենք տեսնում ենք հետեւյալը, որ հյուսիսային Եվրոպայի հնգյակը եւ Բալթյան եռյակը համատեղ պատվիրակություն են ուղարկում Հայաստան, բաղկացած արտգործնախարարությունների միջազգային քաղաքական տնօրեններից բաղկացած եւ նրանք ընդունում են Երևանում համատեղ հայտարարություն, սատարելով Հայաստանի եվրոինտեգրման ձգտումները, սատարելով Հայաստանի խաղաղության օրակարգին եւ սատարելով Հայաստանի կողմից առաջարկված խաղաղության խաչմերուկին։ Սա այսպես համատեղ աշխատանքի մի շրջանակ է, որը սահմանում է Հայաստանը եւ այդ հյուսիս-բալթյան ությակի դիվանագիտական ներկայացուցիչները։ Մյուս կողմից էլ Գերմանիան մի լուրջ պատվիրակություն է գործողում Հայաստան, բաղկացած Վրաստանում եւ Ադրբեջանում Գերմանիայի դեսպաններից եւ Գերմանիայի արտգործնախարարության Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Արևելյան գործընկերության դեպարտամենտի տնօրենի գլխավորությամբ։ Ըստ ամենայնի կանցլեր Մերցը սկսում է իր երկրի արտաքին քաղաքական ակտիվների գույքագրումից, որին կհետևեն արդեն արտաքին քաղաքական պլանավորման աշխատանքները եւ իրագործման։ Այս ամենը տեղավորվում է նաեւ Ֆրանսիայի դիվանագիտության ակտիվացմամբ, ինչպես գիտենք, Գորիսում Ֆրանսիան բացեց պատվոհյուպատոսություն, նաեւ պլաններ կան արդեն պայմանավորված ներդրումների հետ կապված, իսկ մենք գիտենք, որ Ֆրանսիան եւ Գերմանիան հաճախ աշխատում են գործընկեր երկրներում զուգորդված։ Փորձենք հասկանալ։ Եվ այդ նպատակով մի հարգարժան հյուր եմ հրավիրել մեր տաղավար, ում սիրով կներկայացնեմ, մեր հյուրն է քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեցյանը։ Բարև եք եկել, պարոն Մելիքսեցյան, շնորհակալ եմ հրավերս ընդունելու համար։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Նշածս այս իրադարձությունները ուղղակիորեն ուզենք թե չուզենք առնչվում են
Հայաստանի անվտանգության միջավայրին, անվտանգության վիճակին, հա, եւ նաև մեր տարածաշրջանային դասավորությանը, որը այսպես անկյունակարային նշանակություն ունի ընդհանրապես մեր հենց այդ անվտանգային միջավայրի վիճակի համար, հա, ձեր մեկնաբանությունը ինչ է, ինչ կետում ենք մենք մեր տարածաշրջանում եւ ինչպիսի անելիքներ են ըստ այդմ ուրվագծվում Հայաստանի համար, համեցեք։ Իհարկե մեր տարածաշրջանի ամենարժակույն փոփոխությունները սկսել են 2020 թվականից եւ հատկապես 2022 թվականից հետո 2020 թվականին դա պատերազմն էր, որը բերեց ադրբեջանական կողմի հաղթանակին, ռուսական այդ խաղապահ ուժերի տեղակայման Լեռնային Ղարաբաղի այդ մնացած տարածքում հետագա մենք տեսանք զարգացումներ 2023-ին ինչով դա ավարտվեց երկարաժամկետ առումով դա Ռուսաստանի դիրքերի թուլացումներ ուկրաինական պատերազմներ եւ այն ճգնաժամը, որ առաջացավ Արցախի պատերազմից հետո Հայաստանի անվտանգության եւ արտաքին քաղաքականության համատեքստում Հայաստանը սկսեց փնտրել նոր գործընկերներ, նոր երկրների հետ համագործակցություն, դուրս եկավ ռուսական այդ փաստացի ռուսական արտաքին քաղաքականության շրջանակներից, հա, որպես կախյալ երկիր, հա, որովհետև Հայաստանը ուներ բավականին սահմանափակ արտաքին քաղաքականություն եւ բավականին վիճելի հարցերում նույնիսկ պրոռուսական դիրքորոշումներ դրսևորում, օրինակ Ղրիմի հարցում, տարբեր Վրաստանի հարցում, այո, թեև Վրաստանը օրինակ տարածքային ամբողջականությունը ճանաչում էր եւ այլն, այսինքն չուներ անկախ արտաքին քաղաքականություն, մենք գիտենք, որ Հայաստանի նույնիսկ նախարարների նշանակումը, որ ռուսական թույլատրությամբ կամ դաբրոյով էր իրականացվում կամ չգիտեմ խոչընդոտներով մոնղոլների ժամանակ ոնց էր յարլիկով, չէ՞, Մոսկվայից յարլիկ պետք է ստանալ, այո, ու սա իհարկե 22-23 թվականներից հետո այս իրավիճակը փոխվեց բոլոր երկրների համար, Ադրբեջանը ընտրեց մի տարբերակ, Վրաստանը մենք տեսնում ենք զարգացավ այլ ուղղությամբ, խզելով կամ թուլացնելով իր կապերը արևմուտքի հետ, Հայաստանի համար սա հակադարձ գործընթաց էր, այսինքն Հայաստանի կապերը արևմտյան տարբեր երկրների հետ ամրապնդվում էին, ռազմատեխնիկական նոր համագործակցության ուղիներ գտավ Հայաստանը այս ընթացքում, ու նաև իհարկե հիմնական խնդիրը, որ հիմա մենք նայում ենք այս կետում ենք գտնվում, դա Ռուսաստանի հետագա ինչ-որ քայլերն են տարածաշրջանում եւ նույն արևմտյան երկրների հակադարձ ակտիվությունը նույն տարածաշրջանում, ինչպես կլինի մրցակցությունը Հարավային Կովկասի համար եւ ինչ տեսք է ունենալու այդ մրցակցությունը, մի կողմից կա մոտեցում, որ իհարկե Հայաստանը կամ Հայաստանի կարգի երկրները, այդ թվում նաեւ հարևանները չպետք է մտնեն այդ հակամարտության մեջ եւ պետք է մաքսիմալ լավ հարաբերություններ պահպանեն բոլոր հնարավոր կողմերի հետ, բայց հաճախակի հենց Հայաստանի եւ նման մասշտաբի երկրների պարագայում, եթե կա շատ ավելի խոշոր խաղացողների մրցակցություն, ուզես չուզես դու պետք է ինչ-որ ձևով այդ գործընթացներին մասնակցես, հա։ Ու մենք տեսնում ենք, որ իհարկե լինում են դեպքեր, եւ Հայաստանը ցանկություն ունեն ամրապնդել իր հարաբերությունները տարբեր երկրների հետ, այդ թվում արևմուտքի եւ տարբեր պատճառներով դա չի ստացվում։ Հիմա մենք տեսնում ենք որոշակի ակտիվություն այդ թվում Եվրոմիության կողմից ու Եվրոմիության, ինչպես նշեցիք, երկու առանցքային երկրների, Գերմանիայի, որ առաջին հերթին ֆինանսական կենտրոնն է Եվրոմիության, եւ Ֆրանսիայի, որ քաղաքական եւ ռազմական։ Գերմանիան իհարկե նաեւ լրջագույն ռազմատեխնիկական պոտենցիալ ունի, որ հատկապես արդյունաբերություն, որ զարգացման նաեւ պարագայում կարող է վերականգնել իր տերը որպես Եվրոպայի խոշորագույն նաև ռազմատեխնիկական կենտրոնի, այս առումով իհարկե այս ակտիվությունը բնական է, այն որ մենք տեսնում ենք առաջին հերթին կապված այս քայլերը Հայաստանի հետ, նույնպես բնական է, որ հենց Հայաստանը վերջին տարիներին ցույց տալիս ամենավճռական քայլերը ամրապնդել իր հարաբերությունները արևմտյան երկրների հետ, մենք գիտենք նաև Հայաստանը բացառիկ դեր ունի այս տարածաշրջանում, ինչքան էլ մեր ներքին խոսույթում իհարկե դժգոհություն չլինի եւ տարբեր կարծիքներ, այնուամենայնիվ Հայաստանը
այս պայմաններում պատերազմից պարտությունից հետո եւ բավականին հիմնականում հակադարձ զարգացումների համատեքստում ամրապնդեց իր ժողովրդավարությունը խոսքի ազատության հատկապես բնագավառում ԶԼՄ-ների եւ այլն եւ այս իրավիճակը տարօրինակ է բավականին, եթե մենք նայում ենք ինչ է կատարում աշխարհում եւ ինչ է կատարում Հայաստանի հարևանությամբ եւ ինչ է կատարում պատերազմներում պարտվելուց հետո ընդհանրապես եւ սա նույնպես հետաքրքրում է իհարկե եվրոպական երկրներին Հայաստանի այս յուրահատուկ վիճակը, որ մնում է եւ հետաքրքրությունը եվրոպական երկրների հետ հարաբերություններ զարգացնել եւ վստահ եմ, որ հակառակ կողմից ավելի ակտիվ քայլերի պարագայում իհարկե այդ քաղաքականությունը շատ ավելի արդյունավետ կարող է լինել Հայաստանում գնահատելով որոշակի ռիսկեր նույն Ռուսաստանի հետ կապված իհարկե զգուշավոր են եւ արտաքին քաղաքականությունը զգուշավոր է, բայց մյուս կողմից եթե հենց հակառակ կողմից ավելի վճռական քայլեր լինեն, Հայաստանը շատ պատրաստակամություն է ցույց տալիս ներգրավել այս գործընթացներին ու սա կարևոր է, ինչպես նշեցի, Գերմանիայի եւ Ֆրանսիայի պարագայում դրանք երկու առանցքային երկրներն են Եվրոմիության։ Ինչ վերաբերում է հյուսիս նորդիկ Բալթյան այս ձևաչափին եւ այցին Հայաստան, սա նույնպես շատ կարևոր է այն առումով, որ երկրների մի մասը նախկին հետխորհրդային հանրապետություններ են, որոնց հետ կան որոշակի կապեր եւ որոնց նաեւ տրանզիտի փորձը, հա, ու ինստիտուտների զարգացման, կայացման տարբեր ռեֆորմների, հատկապես Էստոնիայի հարցում, ռազմական այդ թվում ռեֆորմների եւ բանակի կառուցման շատ կարեւոր են, մյուս կողմից նաեւ ռազմատեխնիկական առումով կարելի է շատ հետաքրքիր հատկապես Ֆինլանդիայի հետ եւ Շվեդիայի հետ Հայաստանի փորձ, այսինքն եթե մենք այս ֆորմատը ինչ որ զարգացում ունենա եւ կապերը ամրապնդվեն եւ տարբեր երկրների հետ տարբեր ձևաչափներ ստեղծեն, սա Հայաստանի համար հեռանկարային զարգացում է եւ ճիշտ օրինակներ են, հա, այսպես ասած զարգացման, տրանզիտի, ինստիտուտների, միջազգային տարբեր կապերի եւ այլն, այս առումով իմ կարծիքով այս փուլում նման դրսևորումները շատանալու են, հա, այսինքն հնարավորությունների պատուհան է բացվել, որ կան ռիսկային տարեր այս գործընթացների մեջ, բայց կան նաև շատ հեռանկարային զարգացումների ու ցանկացած նման ակտիվություն, մենք տեսնում ենք, որ Հայաստանում աննախադեպ ակտիվություն է իրականում տարբեր դիվանագիտական, տարբեր միջոցառումների, հա, վերջերս Երևանյան այդ դիալոգ ֆորումներ, որը նույնպես շատ հետաքրքիր նաև ներկայացվածություն ուներ ու հետաքրքիրներ էր, որ հետխորհրդային երկրների չեն, հա, նախկինում եթե մենք հիշենք Երևանում ինչ միջոցառումներ են լինում եւ ով էր ներկա լինում, հա, նախկին խորհրդային միությունները, ինչ լեզվով էին բանակցում եւ հաղորդակցում մասնակիցները, դա ռուսերենն էր հիմնականում եւ նաեւ թեմաներն էլ բավականին յուրահատուկ էին, հա։ Հիմա մենք տեսնում ենք, որ իսկապես Հայաստանը դառնում է շատ ավելի մեծ աշխարհի մաս եւ այդտեղ այդ նախկին հետխորհրդային տարածաշրջանի դերը եւ մասը անհամեմատ ավելի փոքր է, ավելի մեծ օրինակ Հայաստանի հարևան Վրաստանի ներկայությունը, ինչը բնական է, որովհետեւ Վրաստանը իսկապես Վրաստանի հետ մեր կապերը շատ ավելի հին եւ շատ ավելի կայուն եւ բնական են, ու այս զարգացումները իրենք ցույց են տալիս նաեւ իմ պատկերացմամբ վերջին 30-35 տարվա այս անկախացման հետևանք կարելի է համարել, որ հետզհետե Հայաստանը կտրում է իր կապը նախկին միջավայրի հետ, որտեղ ինքը գտնվել է 70 տարի եւ դառնում է մեծ աշխարհի մաս։ Պարոն Ալեքսանյան, մենք տեսնում ենք, որ աշխարհում զարգացումները ոչ թե այսպես գծային, լամինար են, հա, այլ տուրբուլենտ process-ների հետ մենք գործ ունենք, շատ դեպքերում նաև այսպես կալեյդոսկոպիկ, որ մենք առավոտյան վաղը, ասենք թե ժամը 6-ին կարող է մի իրավիճակ տեսնենք, որի կանխատեսումն այս պահին նույնիսկ չենք կարող անել։ Ասենք հունիսի 1-ին այնիշ տեսանք։ Օրինակ։ Եվ հարև նման։ Հիմա մենք տեսնում ենք, որ այո, այդ հունիսի 1-ից հետո հունիսի 2-ին Ստամբուլում տեղի ունեցած բանակցություններից հետո, երբ ակնհայտ դարձավ, որ Ռուսաստանը
ուղղակի բացառում է զինադադարը կամ պատերազմի դադարեցումը Ուկրաինայի դեմ, որովհետև դա իր հետ բերելու է այնպիսի խնդիրներ, որը հաստատ Պուտինին եւ իր ռեժիմին պետք չէ։ Վտանգ է ներկայացնում, հետեւաբար նրանք մինչև վերջ, քանի դա հնարավոր է, քանի նրանց այլ բան չի կանգնեցնում, նրանք դա շարունակելու են։ Եվ այս ֆոնին տեսնում ենք, որ ըստ Միացյալ Նահանգների վարչակազմը կարծեք թե հետ է քաշվել ասպարեզը թողնելով ամերիկյան օրենսդիրներին։ Իսկ այնտեղ ուղղակի շատ մարտական են տրամադրված Լինդսի Գրեմի այդ սանկցիաների փաթեթը, որի, այսպես ասենք, կնքահայրն է ինքը, դա սենատոր Գրեմի հանդիպումն է Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ եւ պայմանավորվածությունը սինխրոնիզացնել եվրոպական 18-րդ փաթեթը, որ 17-ը նոր ընդունեցին, 18-ը արդեն մշակվում է։ Այդ 18-ի եւ ամերիկյան փաթեթի հետ սինխրոնիզացվել եւ ըստ էության ամերիկյան վարչակազմը այլևս, այսպես ասենք, հավանության ազդակ է տվել եւ մենք տեսնում ենք, որ ներկայացուցիչների պալատի խոսնակ Ջոնսոնը հայտարարեց այն մասին, որ նա մտցնելու է դա օրակարգ։ Ահա։ Հիմա հարցը տեսեք ինչն է, ըստ այդ փաթեթի Ռուսաստանի առևտրային գործընկերների վրա սա եւս տարածվում է 500%-անոց տարիֆների ձևով։ Այսինքն բոլոր այն առևտրային գործընկերները, ովքեր Ռուսաստանից բանկ առնեն ու փող կտան Ռուսաստանին, Ամերիկայի հետ, իսկ այս պայմանավորվածությունը Եվրոպայի հետ, որ կա նաև Եվրոպայի հետ, ըստ էության ուղղակի ճնշումների կենթարկվեն։ Հիմա մենք նայում ենք, մենք մեր ԵԱՏՄ-ն խորացնենք, ընդլայնենք, առանց դրա չենք կարող եւ այլն մեր ծաղիկների վրա են էմբարգո դնում, հա, մեջը ինչ որ արևմտյան ինչ որ հարուցիչ են գտել, օրինակ, եւ այլն։ Մենք տեսնում ենք, որ այստեղ մենք խնդիրներ կարող ենք ունենալ եւ սա այն դեպքն է, երբ այդ տուրբուլենտության պայմաններում շաբաթ նուրբաթից շուտ է գալիս, ինչպես դուք ասացիք, հունիսի 1-ին, օրինակ, ով գիտեր, որ նման բան կարող է լինել, հա։ Ինչ եք կարծում, մենք ինստիտուցիոնալ առումով ընկալումների դաշտում, հա, պատկերացումների, մենք պատրաստ ենք նման զարգացումների, որ մենք պետք է, ասենք, պահ գա, մեզանից չկախված կամ մեր ցանկությունների հետ կապ չունեցող, որ մեզ ստիպի ուղղակի այդ ֆորս մաժորային իրավիճակներում, լավ այսպես ասենք, շտապ կարգով վեկտոր փոխել, որպեսզի չընկնել այդ, ասենք, Եվրոպայի 18-րդ փաթեթի կամ ամերիկյան այդ տարիֆային սանկցիաների, Գրեմի սանկցիաների տակ, համեցեք։ Դե իհարկե Հայաստանը պատրաստ չի եւ Հայաստանը փորձելու է անել ամեն ինչ, որպեսզի խուսափի այդ սանկցիաներից, այն ինչ որ ձեւով շրջանցի, ինչ որ ձեւով պայմանավորվի եվրոպական հատկապես երկրների հետ, եթե լինի նման քաղաքականություն, մի քիչ կասկածելի ինչ արդյունք կարող է դա ունենալ, բայց պարզ է, որ եթե Ռուսաստանի դեմ այդպիսի համատեղ եւ արդեն շատ խիստ սանկցիաներ դրվեն, սա Հայաստանի տնտեսությանը առնվազն ժամանակավոր տնտեսության համար ծանր հետևանքներ է ունենալու։ Կարծում եմ մյուս կողմից իհարկե սա առիթ է, որ Հայաստանը նաև ավելի ակտիվ բանակցություններ վարի նույն եվրոպական եւ ամերիկյան կողմերի հետ, ինչ որ ձեւով կոմպենսացնել այդ կորուստները եւ փորձել նոր շուկաներ փնտրել եւ նոր ուղղություններ զարգացնել, հա, իր արտաքին տնտեսական ակտիվության ու մտահոգիչ է նաև օրինակ ռուսական կազմակերպությունների ներկայությունը Հայաստանի տարածքում, որովհետև եթե դա վերաբերվի ոչ միայն, ասենք, Ռուսաստանի հետ առևտրատնտեսական, այլ նաև ռուսական ինչ որ
ծագում ունեցող կազմակերպությունների վրա մենք գիտենք, որ Հայաստանում ուղղակի տնտեսության որոշակի բնագավառներ կարող են պարալիզացվել եւ սա շատ իհարկե նույնպես անցանկալի եւ վտանգավոր սցենար է հայկական կողմի համար։ Այդ քաղաքականությունը, ինչ վերաբերում է ուկրաինական պատերազմին եւ ընթացքին, մենք որ խոսում ենք սկզբից Թրամփի իշխանության գալու այդ ժամանակ կար կարծիք, որ հիմա ինչ որ արագորեն ինքը լուծելու է այդ կոնֆլիկտը եւ ձեր գավառում նույնպես ես էլ այդ կարծիքն եմ արտահայտել, որ մի բան է այն պատկերացումները, որ ունի Թրամփը, մյուս կողմից մի ուրիշ բան է իրականությունը եւ այսպիսի բարդություն ունեցող խնդիրները այդքան հեշտությամբ չեն լուծվում եւ մենք տեսնում ենք, որ հետզհետե այն մանուշակագույն ակնոցները, որով Թրամփը նայում է ռուս-ուկրաինական կոնֆլիկտին, հետզհետե խամրում է եւ ինքը առնչվում է մի այլ իրականության հետ եւ մենք տեսնում ենք, որ նաեւ ԱՄՆ այդ վարչակազմում այն գործիչները, որոնք ավելի, այսպես ասած, կամ մեկուսացման, ԱՄՆ-ի մեկուսացման քաղաքականության կողմնակիցներն էին, կամ դիտարկում են իզոլացիոնիստները, կամ դիտարկում են այդ հարաբերությունները որպես ինչ-որ բիզնես գործարքներ, իրենք առնչվել են անհաջողության հետ եւ մղվել են յետին պլան, ու հիմա վերադառնում է ավելի ակտիվ ԱՄՆ-ի այդ քաղաքականությունը, այսինքն նշաններ կան, որ ԱՄՆ-ն վերադառնում է իր ավելի ավանդական, այսպես ասած, արտաքին քաղաքականությանը, եւ եթե այս ուղղությունը զարգանա, սա նաեւ ենթադրում է Ուկրաինային ավելի ակտիվ ռազմատեխնիկական աջակցություն ԱՄՆ-ի կողմից, որովհետեւ ինչպես դուք նշեցիք եւ ինչը գրեթե արդեն վստահորեն կարելի է ասել, այս պատերազմի վերջը չի երևում առայժմ, այս բանակցությունները շատ ձևական եւ շատ մանր հարցերի շուրջ են գնում եւ ավարտվում են հումանիտար Թրամփի համար բեմականացված։ Այո, երկու կողմերն էլ փորձում են ցույց տալ, որ իրենք են ամենակառուցողականը եւ ամենաճիշտը եւ հակառակ կողմն է Թրամփի ջանքերը, այսպես ասած, չեղարկում։ Վատ տղան հակառակ կողմն է, ոչ թե իրենք։ Այո, բայց հիմա մենք տեսնում ենք նաեւ ուկրաինական դելեգացիան է ուղարկվել Վաշինգտոն քննարկելու նոր այդ վարչապետ, նախագահի վարչակազմի ղեկավար, այո, ու սա ավելի շատ գործնական խոսում է այդ այցի գործնական ինչ-որ արդյունքների, պրակտիկ արդյունքների, ակնկալիքների մասին, մի խոսքով ռուսական այս պատերազմը ռուս-ուկրաինական շարունակվելու է, եթե այսպես շարունակվեն նաև բանակցությունները, իսկ հավանաբար այդպես է շարունակվելու, որովհետև ռուսական կողմը իսկապես պատերազմ չի խաղաղության կամ այնպիսի պահանջներ է դնում, ինչպես Ղրիմի ճանաչումը, ոչ միայն Ղրիմի ճանաչումը, այլ նաև օկուպացված 4 այդ տարածաշրջանների, օբլաստների ճանաչումը ամբողջությամբ որպես Ռուսաստանի տարածք, թեև Ռուսաստանը նույն չի գրավել այդ տարածքները, այսինքն միայն մասնակի է գրավել, ու հետևաբար այս իրավիճակը պահպանվելու է եւ պահպանվելով մենք ունենալու ենք գրեթե նույն տենդենսներ, այսինքն արևմուտք Ռուսաստան առճակատման սրացում, նոր այդ կոնֆլիկտի նոր արտահայտումներ ու նաև նոր ակտիվություն հավանաբար Հարավային Կովկասի տարածաշրջանում, հատկապես մենք գիտենք, որ հիմա խոսակցություն կա, որ ԱՄՆ-ն նաև որոշակի ակտիվություն է դրսևորում այստեղ հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի կնքման հետ կապված, մենք տեսանք այցերը Երևան եւ Բաքու, ԱՄՆ սենատորի եւ պետքարտուղարի օգնականի տեղակալի, այո, ինչը ցույց է տալի, որ այդ ակտիվության ցուցիչն է եւ կարծում եմ այս տենդենսը զարգանալու, մինչեւ որտեղ է հասնելու, սա է հիմնական խնդիրը, բայց պետք է ասել, որ այս ակտիվությունը Հայաստանի համար բարենպաստ է, որովհետեւ այդ միջնորդությունը եւ հատկապես ԱՄՆ-ի կողմից այստեղ ցանկությունը ներգրավել հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծմանը, սա Հայաստանի համար կարևոր երաշխիքներից են նաև եւ Հայաստանը պետք է օգտագործի այս առիթը նույնպես։ Ես կարծում եմ նույնիսկ եթե մենք ենթադրենք ռուս-ուկրաինական պատերազմի ինչ որ կանգ եւ հետագայում մտավախություններ կան, որ Ռուսաստանը գալու է այս տարածաշրջան, եթե Հայաստանը եւ Ադրբեջանը բավականին
խելամիտ լինեն եւ առնվազն նույնիսկ պահպանեն այս իրավիճակը, որ կա, այսինքն չսրացնեն այն։ Իմ պատկերացմամբ Ռուսաստանը ռեսուրսներ չունի, որպեսզի այստեղ ներգրավի եւ փորձի վերականգնել իր ազդեցությունը, որ ինքը ունեցել է։ Ու հետեւաբար շատ ավելի կարեւոր է հենց հարավային Կովկասի երկրների նաեւ այս քաղաքականությունը, հա, որ իրենք վարում են տենդենսների ամրապնդումը, վատագույն տարբերակով ինչ-որ ռեգիոնալ ֆորմատի զարգացումը, երակոմ, լավագույն տարբերակով իհարկե նաեւ արևմտյան միջնորդությամբ եւ հատկապես ԱՄՆ միջնորդությամբ, մյուս կողմից մենք գիտենք, որ մյուս տարի Երևանում սպասվում է եվրոպական քաղաքական այդ համայնքի հանրության գագաթնաժողովը, 2 տարի հետո լինելու է Ադրբեջանում ու սրանք նույնպես կարևոր ցուցիչներ են իմ պատկերացմամբ, որ այնուամենայնիվ տարածաշրջանային երկրների ցանկությունը ավելի սերտ հարաբերություններն են նույն արևմուտքի հետ։ Պարոն Ալեքսանյան, գանք մեր ներքաղաքական օրակարգին, իհարկե, ինչպես ամերիկացիներն են ասում, բոլոր քաղաքականությունները ներքին են, իհարկե, այս ամենը Ամերիկայի պարագայում դա Ամերիկայի պարագայում դա 100%-ով այդպես է, Հայաստանի պարագայում դա նաև այդպես է, բայց ոչ միայն այդպես է, այլև հակառակն է, այսինքն այո, շատ դեպքերում մեր ներքին քաղաքականությունը թելադրվում է արտաքին քաղաքական իրողություններով եւս եւ ներքին քաղաքականությունն արտացոլում է այդ արտաքին քաղաքական ինչ-ինչ իրողություններ կամ դրանց փոփոխություններ, չէ՞։ Հիմա տեսեք, մենք այս ֆոնին արձանագրում ենք, որ տասնամյակներով չլուծված պետություն եկեղեցի հարաբերությունները չլուծված մնալով այսօր ուղղակի պայթեցին։ Սա երևի միակ սխալ բանը կլինի այստեղ այն, որ մենք սա դիտարկենք որպես ինչ-որ միջանձնային խնդիր։ Կամ որ ասենք Հայաստանին այս պահի դրությամբ հենց այդ կուսակրոնությունը, որը տասնամյակներով խախտվել է այդ հոգևորականների կողմից եւ ասենք լավ որևէ մեկի վեճը չէր ոնց որ դե ասում են լավ դե ամոթ ձեզ բայց այդտեղ վերջակետ էլ ուրիշ բան չէին ասում այսօր դարձավ սենց հարց բայց նաեւ սկսեց իրոք որ ընկալվել որպես ազգային անվտանգության հարց ինչի համար որովհետև սա խնդրեմ է բարեվարկության հետ կապված իսկ մենք գիտենք որ հայ առաքելական եկեղեցին գլոբալ կառույց է այսինքն թեմեր ունի աշխարհի 5 մայր ցամաքներում եւ բարեվարկության հետ խնդիրները տարբեր եկեղեցականների մոտ գայթակղություն են ստեղծում Հայաստանի համար Հայաստանի նկատմամբ ոչ բարեկամաբար տրամադրված պետությունների հատուկ ծառայությունների համար դա օգտագործելով շանտաժի ճանապարհով հավաքագրել նրանց եւ ուղղորդել ընդդեմ Հայաստանի Հանրապետության, որովհետեւ այդ գլոբալ կառույցի կենտրոնը Սուրբ Էջմիածին է գտնվում է Հայաստանի տարածքում։ Եվ հիմա տեսնում ենք այս այսպես մոլերանտ պայքարը իշխանության դեմ եկեղեցական որոշ շրջանակի կողմից միանգամայն տեղավորվում է այս նախընտրական համատեքստի մեջ եւ Ռուսաստանի փորացավերի համատեքստի մեջ եւս ծեր մեկնաբանից դե ընդհանուր կարելի ասել որ Հայաստանի նման երկրները ու Հայաստան եկեղեցու հա հայոց եկեղեցու նման եկեղեցիների պարագայում միշտ այս խնդիրը կա նույն մենք տեսնում ենք Եվրոպայում օրթոդոքս եկեղեցին նույն խնդիրներն ունի նույն կոնֆլիկտներն ունի հաճախակի եւ նաեւ քանի որ կրոնի զարգացումը օրինակ Եվրոպայում եւ արևմուտքում ընդհանրապես մի գնաց այսինքն նույն ռեֆորմացիան է եղել հետո այդ ռեֆորմացիայի ճնշման տակ նաեւ հատկապես 19-րդ դարից սկսած կաթոլիկ եկեղեցին է հատկապես 20-րդ դարում իհարկե բարեփոխումներ կատարել եւ հիմա վերջին մենք նաև
Հռոմի պապերը մենք տեսնում ենք նաև ասենց բարեփոխումների օրակարգով էին դուրս գալի եւ տարօրինակ հայտարարություններ են անում, որ նախկին կաթողիկ եկեղեցին բնորոշ չէր, այսինքն այդ ճնշումը կար եւ փորձերը բարեփոխել հայոց եկեղեցին եւ օրինակ օրթոդոքս եկեղեցում մի քիչ իրավիճակը այլ է, իրենք դիտարկվում են որպես ավելի ավանդական կառույցներ, ավելի ազգային նաեւ հավակնումներ ունեն եւ հաճախակի առնչվելով նաեւ ազդեցության միշտ եղել են հարաբերություններ որոշակի իշխանությունների հետ եւ որ իշխանությունները օգտագործել են եկեղեցին ներքին քաղաքականության մեջ եւ եկեղեցին սովոր է որ ինքը ունի այդ քաղաքական դերակատարությունը եւ որոշակի աջակցությունը եւ փաստացի պետական ինչ որ վարչություն է, հա Եթե մենք նայում ենք դա Ռուսաստանում 18-րդ դարից եղել է եւ հիմա ռուս եկեղեցին ինքը փաստացի պետական վարչություն է, այդու նաեւ պետական կարելի ասել նույնիսկ ռեպրեսիվ որոշ մեխանիզմներով, հա, դա տարօրինակորեն, այսինքն ուժային կառույցների նաեւ օրհնում է ռազմական հանցագործությունները եւ սերիական սպանությունները ռուս ուղղափառ եկեղեցի Այո, արդարացնում է ագրեսիվ պատերազմը, արդարացնում է ինչ որ այտենց, այսպես ասած, ավանդական արժեքները որպես ինչ որ քաղաքակրթական հիմքեր, հա, ինչ որ եւ արևմուտքը դիտարկում է որպես փչացած ինչ որ չարիք եւ այլն, որտեղ այդ ավանդական արժեքները իբր քանդվում են ի տարբերություն Ռուսաստանի թեև եթե մենք նայենք տարբեր վիճակագրություններ, ասենք կապված այդ սպանությունների հետ կամ ամուսնալուծությունների արևմուտքում շատ ավելի բարենպաստ պատկեր է, քան Ռուսաստանում, խնդիրը դրանում չի, խնդիրն անում է, որ այս ռեակցիոն գաղափարները արևելյան եկեղեցիներում ավելի տարածված են ու քանի որ հայ առաքելական եկեղեցին նույնպես եղել է խորհրդային Հայաստանում եւ խորհրդային Հայաստանից դուրս եկած կառույցը եւ նաեւ ունի ժողովրդական, այսպես ասած, ռոտացիայի ակտիվ մեխանիզմներ, որ թարմացվում են կադրերը եւ ինքը լճացած իրավիճակում է գտնվում եւ նաեւ գիտենք 90-ականների երկրորդ կեսից պետությունը շատ ակտիվորեն միջամտել է եկեղեցու ներքին գործերին մենք հիմքեր ունենք ասելու որ նաև ներկա կաթողիկոսն է ընտրվել պետության ճնշման տակ եւ հաճախակի այդ ճնշումը ունեցել է շատ բիրտ ձևեր, հա, որոշ դեպքերում նույնիսկ սպառնալիքների այնուամենայնիվ եթե չընտրեն ասենք ներկա կաթողիկոսին եւ այլն ու հետեւաբար եկեղեցին սովորել է որ ինքը ունի հատուկ դերակատարություն ազգային հարցերում եւ քաղաքական հարցերում եւ այդ դերակատարությունը եկեղեցին ունի բացառիկ դեր եկեղեցում յուրովի են հասկանում Այո, բացառիկ դեր քաղաքականության մեջ, բայց ցավոք սրտին հենց եկեղեցական հարցերում իհարկե լուրջ խնդիրներ կան ու հատկապես ես որպես Հայաստանի հյուսիսային շրջաններից ծնունդով եւ գիտենալով Լոռուի Տավուշում իրավիճակը ցավոք սրտի եկեղեցին շատ пассив է եւ չունի հա այն ակտիվությունը, որ ակնկալում է եկեղեցուց, բայց ունի ակտիվություն ազգային կամ քաղաքական հարցերում։ Սա լրջագույն խնդիր է պատկերացնում հայ առաքելական եկեղեցու համար, որպես կառույցի եւ բերելու է այդ ինստիտուտի դեգրադացիայի, այսինքն արդեն բերել է, արդեն իսկ ես ենթադրում եմ եւ ցավոք սրտի իմ պատկերացմամբ այս գործընթացը վերականգնելի չէ։ Իհարկե մյուս կողմից հեղափոխությունից հետո երբ որ պետությունը դադարեց իր աջակցությունը եկեղեցու այդ հետ կապված եւ այլևս եկեղեցու որ նաեւ որոշակի կոնֆլիկտ եղավ կաթողիկոսի հետ եւ նաեւ գործընթաց կար եկեղեցու ներսում փոխել կաթողիկոսին, սա ստեղծեց մի կոնֆլիկտ, որ մինչեւ հիմա շարունակվում է ու նաեւ եկեղեցական տարբեր առաջնորդներ ներգրավեցին քաղաքական պայքարի մեջ, Վազգեն Գալստանյանի պայքարն ենք հիշում հա անցած Տավուշան հայրենիքի եւ հետագա զարգացումները եւ հիմա այս զարգացումները որ կան իհարկե բովանդակային առումով բավականին գրեհիկ տեսք են ստանում եւ իմ կարծիքով այնուամենայնիվ երկրի վարչապետը իրավունք չունի անել այն ինչ ինքը արեց այդ հայտարարությունները դա կարող են անել տարբեր ԶԼՄ-ներ եւ դրա համար այլ մեխանիզմներ կան հա սլիվների կոպիտ ասած եթե նման փաստեր կան բայց եթե մենք նայում ենք բուն խնդրին Իհարկե սա լուրջ խնդիր է, իմ պատկերացում այն է, որ եկեղեցին ընդհանրապես չպետք է ներգրավի քաղաքական պայքարի մեջ, բոլոր այն երկրները, որտեղ եկեղեցին քաղաքական դերակատարություն ունի եւ կարեւոր ազդեցություն ունի քաղաքական գործընթացների վրա, շատ ավելի անհաջողակ, շատ ավելի վատ ինստիտուցիոնալ համակարգ ունեցող երկրներ են, քան այն երկրները, որտեղ եկեղեցին եւ
քաղաքականությունը տարանջատված է։ Սեկուլար։ Այո, եւ մենք դե կարող ենք օրինակ հարավային Եվրոպայի օրինակ գնել, ոչ միայն օրթոդոքս երկրների, հա, Հունաստանի, Բալկանյան երկրների, Ռումինիայի, այլ նաև օրինակ Իտալիայի կամ Իսպանիայի, որտեղ կաթոլիկ եկեղեցին շատ ուժեղ է եղել, եւ որ ինքը ուժեղ է եղել դիրքերը եւ անշրջանները, որտեղ կաթոլիկ եկեղեցին ուժեղ է եղել, տնտեսապես ամենահետամնաց շրջաններն են այդ Իսկ Իտալիային, որ դարերով միասնական պետություն չի եղել, դրա պատճառը այո եղել է կաթոլիկ եկեղեցի։ Այո, իհարկե։ Մակիավելից սկսած մինչև Գարիբալդի ասել են այդ նույն բանը։ Կաթոլիկ եկեղեցին իր պետությունն է ունեցել։ Դա եկեղեցայինական եկեղեցու քննադատության ավանդույթը Հայաստանում էլ է շատ խոր ու 19-րդ դարում մեր գրեթե բոլոր գործիչները Նալբանդյանից սկսած այդ քննադատությունը արտահայտել են եւ խորհրդային տարիներում ասենք այդ հատորները, որ հրատարակվում էին Նալբանդյան, նույն Ռաֆի, Արծրունի, գրեթե բոլորն են քննադատել, հա, որովհետեւ եկեղեցին կարևոր կառույց է եղել եւ որոշ քննադատության մասը իհարկե բարեփոխումների ակնկալիքով է, որոշ օբյեկտիվ, որ այն դերակատարությունը, որ ակնկալվում էր կամ եկեղեցին որպես ապազգային ինստիտուտ է դիտարկվել կամ դիտարկվել է ինստիտուտ, որ խանգարում է նաև ազգային միասնականությանը, որովհետև 19-րդ դարի երկրորդ կեսին օրինակ շատ սուր էր հայ բողոքականների եւ առաքելականների մեջ կամ կաթոլիկների եւ որ ասում են բողոքականը հայ չի, եթե ինչ որ հայ բողոքականի թաղում էին պոլիսի կամ շամախու հայ առաքելական գերեզմանում, հետո մարդիկ հավաքվում էին այդ երեխային թաղած դիակը, տենց սկանդալ կար Հյուսիսափայլի էջերին հանում, որովհետեւ ինքը հայ չէր։ Ու գիտեք, այս իհարկե մենք իմ կարծիքով ուշացած վեճերի մեջ ենք մտել։ Հա, ու նաեւ այս սրբաճ, sense pathetic խոսքերը, որ եկեղեցին անքննելի է եւ անքննադատելի է։ Ձեզ ինչ մենք կուսակրոնությունը խախտում ենք, թե չէ։ Նո, դա սա ընդհանրապես բավականին տարօրինակ, ընդհանրապես այս խոսակցությունը շատ ոչ կեղծավոր է։ Եվ իհարկե իմ պատկերացմամբ շահագրգռված կողմը մարդիկ, եթե իրենք իսկապես հավատացյալ են, իրենց ձգտումը պետք է լինի բարեփոխել եկեղեցին, մյուս կողմից քաղաքական գործընթացներում պետք է լինի առանձին գործընթաց եւ չխառնվեն, հա, այս երկուսը, բայց հաճախակի քանի որ մի կողմը դիտարկում է, որ հայ առաքելական եկեղեցին ինչ-որ պատմական առաքելություն ունի մեր պատմության մեջ, նախկինում ասենք Այրուձինը ունեցել այդ առաքելությունը Հայաստանին նպաստել է, որ Հայաստանը հզոր պետություն է։ Ինչու չենք վերականգնում այս ինստիտուտը կամ չգիտեմ ճորտատիրությունը ժամանակին նպաստել է ֆեոդալների ուժեղ բանակներին, ինչու չենք վերականգնում։ Այսինքն ցանկացած ինստիտուտ ունի իր ժամկետը, հիմա խոսել եկեղեցու ինչ-որ բացառիկ դերի մասին ուղղակի զավեշտալի է եւ իհարկե ինչպես նշեցի բոլոր այն դեպքերում որ քաղաքականության մեջ այս խոսույթը կա եւ փորձում են եկեղեցու դերը քաղաքականության մեջ սրբագրել եւ նաեւ անքննելի դարձնել, սա վտանգավոր է։ Մյուս կողմից պետությունը նույնպես իմ կարծիքով պետք է ընդհանրապես այդ գործընթացը շարունակի, այսինքն տարանջատվել եկեղեցուց եւ թողնել որպես առանձին կառույց, ինչ ուզում է թող ինքը անի եւ սրանով ես կավարտեմ իհարկե։ Շնորհակալ եմ, պարոն Մելիքսեցյան, ձեր այս շատ կարևոր դիտարկումները, եզրակացությունները եւ գնահատականները մեր հեռուստադիտողին ներկայացնելու եւ ձեր ժամանակից մեր եթերին հատկացնելու համար մի շնորհ հանդիպում։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ահա, մենք լսեցինք մեր գործընկեր քաղաքագետ, անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի փորձագետ Սամվել Մելիքսեցյանին, լսեցինք իր դիտարկումները կապված Հայաստանի արտաքին եւ ներքին քաղաքականության մի շարք զարգացումների հետ։ Կարճ դադարից հետո կվերադառնանք, մնացեք առաջին լրատվականի հետ։